Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Վերազմավարությունը հոգևորությունում միավորվան հաղթանակի հետի Արմենակ Աբրահամյան ապրիլը հիշողությանը պատվի ամիս Իրանում ոչնչացվալը ամենապետ սյուր կամուրջը 1188-ի հայկական դոռը Երևանում հայկական տեղանունների թիրախում Արցախադրոշը սկանդալի կենտրոնում Մեհյան Թագորկ շաղախած պենջեր Ապրիլը տռալը Արևմտյան Հայաստանահետի պատմական ամես հենց այս ամսին իրականացվալ Լեոնիդ Ազգալդյանի ռազմավարական ծրագիրը վերապահովալա Քարվաճարա շրջանի ազատագրումը Քարվաճարը համ ռազմավարական բանալիոն է, համ էլ հոգևոր նշանակություն դա դիվանքի հետի գործողությունները վերիրականացրալն Արևմտյան Հայաստանը կամավորական ուժերը նշան ցնտվալ վեր հայ ժողովուրդը կարե միավորվե պաշտպանը հայրենիք ու պահպանել մշակութային ու հոգևոր ժառանգությունը Քարվաճարը ազատագրումը ոչ միայն ռազմավարական հաղթանակ այլ այն նաև հարգանքի ազգային ոգու խորհրդանիշ տարալ վերը հիշեցնում ավեր հայրենիքի պաշտպանություն ազատագրումը անբաժանելի են հայության պատմությունից Արմենակ Աբրահամյանի ելույթը ամբողջությամբ կարիք կարդիք Western Armenia TV Insight-ում Ապրիլի 1-ին Արևմտյան Հայաստանը Հանրապետության 11-րդ նիստն էլ վերանցակացալ ակտիվ քննարկումներով նվիրված ապրիլյան պաշտոնական օրերին ու միջոցառումներին։ Այս տարվա միջոցառումներից են ապրիլի 8-ը ասալայի մարտիկների հիշատակը, ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգող արարողությունները, ապրիլի 28-ին ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված հիշատակի միջոցառումները վերջին անցվալն ավելի քան 30 երկրների կողմից։ Նիստը ընդգծալավեր անցյալի հիշողությունը ազգային պատիվը շարունակվում կրթական մշակութային ու հանրային միջոցառումների միջոցով սերունդներին փոխանցելի հետի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարավ Իրանում ոչնչացվալա երկրի ամենապետ սյուր կամուրջը ուղեկցելով հայտարարությունը կոշտ սպառնալիքներով ու թայզահարվածների նախազգուշացումով սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում ռվամատ ծող քարաջ քաղաքի B1 կամրջի հատվածում վերը ըստ իրանական աղբյուրների համարվել իսրայել մերձավոր արևելքի ամենապետ սյուրներամինը Թրամփը նշալավեր սահարամ սկիզբնա ու կոչարալ Իրանին արագ համաձայնության գալ հակառակ դեպքում կորցնելու ամեն ինչ իրանական պետական հեռուստատեսությունն էլ հաղորդում ավեր կամուրջը երկու անգամ ենթարկվել ամերիկա-իսրայելական հարվածների առաջին հարվածի հետևանքով կան քաղաքացիական զոհեր, իսկ երկրորդը տեղի ունեցալ արդեն փրկարարական աշխատանքների ընթացքում։ Նշվում ավեր հալամ կառուցման փուլում գտնվող կամուրջը ունեցալ շուրջ 136 մետր բարձրություն, ռազմավարական նշանակություն տարածաշրջանի հետի Թրամփը իրան վերջին ելույթում ընդգծալ ավեր պատերազմը մոտենում ավարտին, սակայն միաժամանակ սպառնացալ Իրանադեմ ծայրահեղ ուժեղ հարվածներով, եթե վերջինս ընդունվեց Ամերիկայի պահանջները, լարվածությունը տարածաշրջանում շարունակում է աճելը վերածվելա ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ճնշման լայնածավալ պայքարի։ Պատմական իրադարձություն Երևանում հանրությանը ներկայացվալա 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դրան եզակի փեղկը միջնադարյան արվեստի բացառիկ գլուխգործոց։ Ցուցադրությունը պետքվել Արևելյան Հայաստանը պատմության թանգարանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունով։ Դարավոր արժեք ունեցող նմուշը առաջին անգամ ցուցադրվում Արևելյան Հայաստանում Տրնալավ թանգարանի կարևոր համալիր։ Փայտյա դուռը ձեռքաբերվել Լոնդոնից պետական ծրագրի շրջանակում արդեն գնահատվում է որպես ազգային մշակութային ժառանգության վերականգնման նշանակալի քայլ։ Մասնագետների կարծիքով համարվեստի նմուշը համել պատմության կենթանի վկայություն։ Փեղկը փորագրված անկուզենու փայտից ու հարուստա խորհրդանշական պատկերներով կենտրոնում Դանիելը առույցների մեջին շուրջը գազամարտի, տեսարանի ու խաչի կենսածառ խորհրդաբանություն։ Նախարար Ժանա Անդրեասյանի խոսքով սա մշակութային արժեքների վերադարձի թեզափուլավերը կարե շարունակ է նաև այլ եզակի նմուշների հայրենադարձմամբ։ Հատկանշական ավեր դրան երկրորդ փեղկը գտնվում է Բեյրութում, այժմ քննարկվում է դրանք միավորելի հնարավորությունը Հայաստան դարձնելով նման բացառիկ արժեքների հանդիպման կենտրոն։ Հայկական տեղանունների թուրքացումը պատահական գործընթաց է, թե երկար տարիներով կառուցված քաղաքական ծրագիր։ Թուրքագետ Էլեն Քոքչյանի գնահատումով սա պարզապես լեզվական փոփոխություն չէ, այլ մշակութային ու քաղաքական ռազմավարություն, վերարմատները հսնում են դարերի խորքը։ Ըստ փորձագետի Թուրքիան ու Ադրբեջանը հետևողականորեն վերանվանում են հայկական բնակավայրերը, փորձել վերագրել պատմությունը, ամրապնդել վերահսկողությունը։ Այս քաղաքականությունը հյուրանոցել է ոչ միայն տարածքային հավակնությունների արտահայտությունը, այլ նաև փափուկ ուժի գործիք ուղղված հայկական ինքնության թուլացմանը։ Քոքչյանը շեշտում է հաճախ կիրառում միևնույն մեթոդները, հին անունների թարգմանություն, ամբողջական փոխարինում կամ նույնիսկ արհեստական թեզե անվանումների ստեղծում։ Վերպատմական հիմքը կա, վեճ անվանումները պարզապես հորինվում են ստեղծելով կեղծ պատմական պատկերը։ Փորձագետը հերքում է նաև տարածված պնդումները, թե հայկական կողմը երբևէ լայնածավալ ձևով հայկականացրալա թուրքական տեղանունները, ընդգծելով նման քաղաքականությունը փաստացի իլյալ չի։ Մասնագետի գնահատումով գործընթացը կարելի է դիտարկել անգամ որպես մշակութային ցեղասպանության տար, խոսքը ոչ միայն անվան մասին, այլ ամբողջ պատմության վերաձևման։ Արմավիրա մարզի Սարդարապատ համայնքում սկանդալային զարգացում դպրոցի տնօրենը ազատվալը աշխատանքից Արցախի դրոշը փառքի անկյունից չհեռացնելու հետի։ Տնօրենի հայտարարությունը արագ տարածվալը առաջացնելա բուռն արձագանք, ընդգծալավեր պաշտոնը կորցնելու կուճիր գինա յուրան արժեքների դիմաց շեշտելավեր դրոշը պարզապես խորհրդանիշ չի, այլ կենթանի հիշողություն կաված աշակերտների ու հերոսների հետ յուրանոցելավը նույնիսկ հեռացումը կարել չի ջինջի հայրենասիրությունը կամ փոխը այն, ինչը փոխանցվալա սերունդներին։ Ինքը նաև նշալավեր շարունակելու այրան պայքարը արդեն որպես ազատ քաղաքացի։
Իրանական գավառում գտնվող Անահիտ Մեհյան հատակագիծը թայզե հարցադրումների առիթատարալ խեյա այսքան նման հայկական գորգի նախշերին։ Մասնագետների ուշադրությունը գրավալը ակնհայտ համընկնում է սիմետրիկ կառուցված կենտրոնական առանցք ու կրկնվող երկրաչափական ձևեր վերբնորոշը նաև հայկական գորգերին։ Սա պատահական է։ Փորձագետների մի մասը վստահ է, ոչ, իրանց կարծիք հավը գործոնիկ նույն մշակութային մտածողության արտահայտության հետ, որտեղ ճարտարապետությունն ու գորգագործությունը խոսում են նույն լեզվով։ Ավելին, այս նմանությունը կարի վկայի հին հավատալիքների ու խորհրդանիշների շարունակականության մասին, շտեղ կենտրոնում խորհրդանշումա տիեզերքը, իսկ նախշերը յուրան կարգը։ Հայկական խոհանոցի ավանդական ֆավորիտը շաղախած պենջերը համեղ ու առողջ աղցան պատրաստված թարմ կամ իփեց եղինջավ, սխտորավ ու ընկույզավ։ Այս բացառիկ համը ոգեշնչում է յուրաքանչյուր ճաշակին ու շուշուտ մատուցում է ավանդական հացինը հետ դարձնելով ցանկացած սեղան անմոռանալի։ Այս աղցանը համ սնդարը համել տռմա ցանկացած խոհանոցային երեկոյի կենտրոնական զարդը յուրան հագեցած հոտով ու բարդ համային շերտերով։ Շատերը անվանում են համեղության շոկ, որովհետև առաջին գայթակղիչ հաբից հետո դիժերա կանգ առնել, մենակ մեհետ փորձելուց։ Եթե օյզումը կզարմացնի քյուրերին ու բացահայտիկ հայկական խոհանոցի յուրահատուկ գաղտնիքները, շաղախած պենջերը անփոխարինելի ընտրություն է։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։